Տարվա բոլոր գիշերներից ամենախորհրդավորի ընթացքում Սուրբ Ծննդյան նախօրեին հեքիաթային փերին կայցելի փոքրիկ եղբորն ու քրոջը նրանց ուղեկցելու իրենց կախարդական ճամփորդության եւ երջանկության փնտրտուքի մեջ։ Մորիս Մետերլինկի Կապույտ թռչունը պիեսը, որն արդեն 120 տարի շարունակում է իր հաղթարշավը աշխարհի մեծ թատերական բեմերում, առաջին ներկայացումն է, որով հանդիսատեսի գնահատմանն է ներկայանում Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնը։ Տարիներ շարունակ ինստիտուտի ուսանողական թատրոնը տարբեր կարգավիճակներով սկսած թատրոն լաբորատորիայից մինչև փորձարարական հարթակ ուսանողներին ստեղծագործելու հնարավորություն է ընձեռել։ Այժմ այն վերակազմավորվում է, դառնալով պրոֆեսիոնալ փորձարարական թատրոն սեփական խաղացանկով։ Մետերլինկի դեպքում փորձել են նոր մոտեցումներով հանդիսատեսին հասցնել հռչակավոր պիեսի ուղերձը։ Այն ինչ որ մենք փնտրում ենք մեզնից դուրս, իրականում մեզնից դուրս չէ, հենց մեր մեջ կարելի է այն գտնել։ Դա կլինի երջանկությունը, դա կլինի հարաբերությունները բոլորի հետ, ամենքի հետ վերաբերմունքը մեր թեկուզ հենց տան պատերի, ինչպես որ Մետերլինկն է ասում ստեղծագործության մեջ, այդ ամեն ինչը մեզնից դուրս չէ, մեր ներսում է, ուղղակի պետք է նկատել, գտնել, նկատել եւ գնահատել այդ։ Երիտասարդական ստեղծագործական թիմը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իրենց բեմելին։ Կապույտ թռչունը, որ ինքնին ենթադրում է հեքիաթային գունեղ ու վառ լուծումներ, լուրջ փորձություն է անգամ կայացած թատրոնների համար։ Բեմական ձևավորման ու զգեստների հեղինակ Ռոզա Սարգսյանը փաստում է, հեշտ չէր ընդհանուր հայտարարի գալը, բայց ի վերջո հասել են ցանկալի արդյունքին։ Տարբեր էսքիզներ, որոնք համաձայնության չէին գալիս, ես ուրիշ բան էի ուզում սկզբում, Արմինեն ուրիշ, բայց վերջնական լուծմանը միասին ենք եկել։ Կապույտ թռչունը, որ հավասարապես հասցեագրված է եւ փոքրիկներին եւ մեծահասակներին, նրբորեն բացահայտում է բազմաշերտ գեղարվեստական ու բարոյական իմաստներ, մարդկային զարմանալի փոխհարաբերություններ եւ պարզ, բայց կարեւոր ճշմարտություններ։ Ներկայացումը հետաքրքիր է նրանով, որ կատարվում է երազների աշխարհում։ Թիլտիլը փնտրում է կապույտ թռչնին, որը այսպես ասած երջանկությունն է, սիմվոլիկ, ու մենք գտնում ենք այստեղ մեր տան մեջ, մեր պատերի ներսում, մեր հոգում։ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում հատկապես կարևորում են պրոֆեսիոնալ բեմում ինքնադրսևորման հնարավորությունը եւ ստեղծագործական ազատությունը, ու արդեն մտածում են հաջորդ ներկայացման մասին։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։